Բարձր դատարան մենք որոշել ենք մեր եզրակացի ելույթի առանցքը դարձնել Արոն Բաղարշյանի իրավական փիլիսոփայական հարցը ով է ընտրողը։ Սա պետք է գործ լիներ ոչ թե կուսակցությունների շահերի, որ յուրաքանչյուր կուսակցություն ներկանար եւ իր անձնական շահը առաջ տաներ, այլ ընտրողի քաղաքական իրավունքի մասին, ընտրական իրավունքի մասին։ Մեր ամբողջ դիմումը մեկ մարդու մասին է, այն քաղաքացու, որի կամքն է սահմանադրությունը պաշտպանում եւ որի կամքը պաշտպանելու առաքելություն են պետական մարմինները եւ նաեւ այս բարձր դատարանը։ Եվ ուզում ենք այստեղ անդրադառնալ այդ ընտրողի հատկանիշներին։ Պարոն Խաչատուրյան, ընտրողը մտածող մարդ է, նա վերելուծում է։ 5 օր շարունակ տևած մեր քննարկումներից ընտրողը վերելուծում եւ հասկանում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործություն է դրսևորում։ Մենք հասկացանք, որ կարելի է ասել չենք ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ այն չի կատարել իր առաքելությունը, չի ապահովել հավասար ու ազատ ընտրական իրավունքի իրացում։ Վարչական վարույթներ չհարուցելը մենք տեսանք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես գործել է որպես կանցելարիա։ Ընդհանրապես վերահասցեագրել է իրեն ուղղված այն դիմումները, որոնց ինքը օրենքով պիտի անդրադառնար, ուղիղ պարտականությամբ։ Ու այստեղ ոչ մի բացատրություն ընդունելի չի, ոչ մի պատճառաբանություն ընդունելի չի, թե քանի բողոք է բողոքարկվել դատական կարգով։ Այստեղ կարևոր է այն արձանագրումը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրականացրել է 0 վարչական վարույթ։ Այո, այդ թվում իրավապահ մարմինների կողմից հակաքարոզչության իրականացումը եւ այո, նաեւ հղում կատարել դոկ կուսակցության ներկայացուցիչի դիրքորոշմանը։ Ընտրակաշառքների վերաբերյալ հրապարակումներին պահանջել տվյալներ, կողմերին հրավիրել մի հարկի տար հավասար հնարավորություններ եւ եզրահանգել, թե որ կողմն է փորձում ոչ իրավաչափ ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ի վերջո, ԿԸՀ-ն կոչված է իրապես վերահսկել ընտրական պրոցեսը։ Փոխարենը անապան գրություն քննչական մարմիններին թե կլինի արդյոք չտակ մասնակից ուժերի անուններ, որին ստանալով ոչ իրավաչափ մերժում, ասել են դե չիլնի։ Ու վարչական վարույթների վերաբերյալ բացակայությունը, իսպար բացակայությունը։ Ես չեմ մոռանում մեր խոսակցությունները։ Ես հիշում եմ մեր հարցադրումները, երբ ուղիղ հարցնում եմ պատասխանողին, խնդրում եմ ասեք, քանի դիմում եք ստացել վարչական ռեսուրսի կիրառման մասին, քանի վարույթ եք հարուցել եւ ինչ որոշումներ եք կայացրել։ Սկզբից պատասխանը հնչում է հեսա ճշտ եք կպատասխանենք, հետո պատասխանը հնչում է 258A որոշում։ Նայում ենք 258A որոշումը 0 տվյալ կա վարչական վարույթների մասին։ Փոխարենը նշված է, որ ստացել ենք դիմումներ, վերահասցեագրել ենք դրանք։ Ու այստեղ պետք է նորից շեշտեմ մեր դիմումը հիմքում նշված 2 առանցքային ահռելի տվյալները, որ մենք ներկայացրել ենք։ Արտիկ եւ Մարտունի համայնքներում աշխատանքային ժամին վարչական համայնքի ղեկավարների ուղիղ հրահանգով ամբողջ համայնքի աշխատակազմը փաստացի մասնակցել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավին։ Դրա վերաբերյալ կայացվել է 0 վարույթ, ոչ քրեական, ոչ վարչական վարույթներ չեն հարուցվել։ 0 մարդ է ենթարկվել պատասխանատվության եւ այդ ամեն ինչը այդպես էլ մնացել է անհետևանք։ Ու այստեղ ելի եմ կրկնում, բացարձակ կարևոր չի, թե ինչքանով է այդ գործողությունը բողոքարկվել դատական կարգով։ Փաստ է այն, որ վարվել է կանաչ լույս 2 իշխանական ըստ էության իշխանական մարմինների կողմից իշխանության համար վարչական ռեսուրսի չարաշահումը կատարել, ինչքան իրենց սիրտը կկամենա։ Հանձնաժողովի քաղաքականացված անդամները, ովքեր ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումներով ԿՊ քարոզչություն էին իրականացնում, պարզեցին, որ ունեցել են 25000 լիցենզավորված հանձնաժողովական մարդ, ով կարող է լինել հանձնաժողովի անդամ, բայց ով զարմանք ԿԸՀ-ն չի կարողանում փոխարինել իրավախախտ հանձնաժողովականներին, ասելով, որ թող մասնակցեն ընտրություններին, հետո մի բան կմտածենք։ Զատկից հետո կարմիր ձուն։ Ու այստեղ ելի եմ կրկնում։ Պետք չի ասել, թե ունեցել ենք վերահսկողական մեխանիզմներ, որովհետև այդ վերահսկողական մեխանիզմների սոսկ արձանագրումը ընտրական օրենսգրքում փաստացի տեսնում ենք, որ չի երաշխավորում դրանց գործունեությունը։ Պարզապես հղում անել ամեն անհարմար հարցին, թե ինչու ԿԸՀ-ն չի գործել այն փաստարկով, որ գիտեք ինչ կա, դուք ունեցել եք վերահսկողական մեխանիզմ, ում
ում է պետք է վերահսկողական մեխանիզմը, ում է պետք վերահսկիչ վերստուգիչ հանձնաժողովի գոյությունը, եթե ինքը ըստ էության որևէ բան չի անելու, սրան այդո ավելի ուշ կանդրադառնա, ում է պետք է վստահված անձանց, որ այդքան հաղում է կատարում իրենց գոյությունը, եթե ըստ էության իրենց արձանագրված խախտումները հետո որևէ արձագանք չեն ստանալու, ում է պետք է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված լիազորությունը, երբ որ կահան ասում է, ես չեմ կատարում դրան, ուղղակի հրաժարվում եմ դրանցով զբաղվել։ Եթե վերահսկողությունը երբեք չի աշխատելու վարչական վարույթներով կամ այլ ընթացակարգերով, ապա ինչի համար այն ընդհանրապես գոյություն ունի, ինչի համար առհասարակ գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եթե սա պիտի լինի իրենց աշխատանքը, եթե ուղղակի ընտրական միջոցառումներ եւ քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող պետք է լինեն, ավելի լավ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես փակել, փոխարենը այդ գումարը պետական բյուջեից հատկացնել Domino Video Production-ին, որը հաստատ ավելի լավ կկազմակերպի այդ միջոցառումները բլեքջեքով եւ տրոններով։ Պարոն Վաղարշյան, ընտրողը զոմբի չի, ընտրողը զգացմունքներ ունի, ու այդ զգացմունքները ենթակա են ազդեցության։ Ու նրա վրա ճիշտ ասած ամեն ինչ ազդում է։ Մենք ներկայացրել ենք, թե ինչ հետևողականորեն են աշխատել իրավապահ մարմինները, որպեսզի հակաքարոզչություն անեն ու օգնեն ՔՊ-ի քարոզչությանը, ու դա միայն պնդում չէ։ Առաջին անգամ ընտրական վեճերով դիմողը իր վրա է վերցրել նաև այս պնդման ապացուցման բեռը ու ներկայացրել է սոցիոլոգիական հարցման տվյալները ապացուցելով ազդեցության ձևը ու չափը։